Ողջույն սիրելի ոդկասթադիտներ, շարունակում ենք մեր 7-րդ էպիզոդը, թեման բաժանումներ, ճգնաժամային իրավիճակներ, նախորդը մի քիչ երկար եղավ, որոշեցինք բաժանենք երկու մասի։ Ձեզ հետ Այր եւ Կին ոդկասթն է, մենք գտնվում ենք VT ստուդիոյի տաղավարում եւ միանգամից շարունակենք։ Այո։ Մեկ շաբաթ անց։ Բեր շարունակելու փոխարեն մի հատ ասենք, որ նախորդ էպիզոդում մենք խոսեցինք ճգնաժամերի մասին, որոնք լինում են հարաբերությունների մեջ։ Ճգնաժամերը հանդիպում են հենց ամուսնության սկզբում, երբ անցնում է մի քանի ամիս կամ 1 տարի եւ զուգընկերները հասկանում են, որ այլևս այդ սիրահարվածությունը չկա, այդ երջանկության իդեալականացնելու, զուգընկերոջը իդեալականացնելու երջանկության վիճակը կորել է եւ իրենք բախվել են իրական մարդուն, ում հետ պետք է համակերպվեն։ Երկրորդ ճգնաժամը ըստ երեխայի, երբ երեխա են ունենում, հնարավոր է 3, 2 կամ 5 տարի հետո երեխայից հետո լինում է ճգնաժամ, որը արտնացնում է ենթագիտակցական մի այլ շերտ եւ այստեղ նորից պետք է ծանոթանան, ամեն մեկը ծնողի դերում է սկսում ճանաչել մյուս կողակցին եւ այլն, որից հետո եթե երեխաների հետ հաղթահարվում է ճգնաժամը, կան 7 տարվա, 10 տարվա ճգնաժամեր, բայց ամենամեծ ճգնաժամը լինում է նաև նրանից հետո, երբ արդեն գնում են երեխաները, այսինքն մեծանում են, էլ կարիքը չունեն ծնողների, եւ ծնողները հասկանում են, որ 16 կամ 20 տարի ապրել են կողք կողքի եւ այս մարդուն բացարձակ չեն ճանաչում, բացի դրանից նաև շատ մայրիկների մոտ ռեալիզացիայի պակաս է լինում, իրենք հասկանում են, որ ընդհանրապես առանց երեխաների չգիտեն իրենք ով են, ինչով են ուզում զբաղվեն, չէ որ ամբողջ իմաստը գտել են երեխաների մեջ։ Այդ փուլին մենք դեռևս չենք հասել, բայց մնացած փուլերով անցել ենք եւ կարող ենք կիսվել թե մեր անձնական փորձով, թե հոգեբանների եւ հետազոտությունների կարծիքներով ու հիմա երևի կքննարկենք, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամերից, ինչպես հաղթահարել այս ճգնաժամերը։ Հիշեք, որ հարաբերությունների գլխավոր տեստերը ոչ թե սերն են, սիրային պահերն են, այլ հենց ճգնաժամերն են։ Դրանք ճգնաժամերով է որոշվում, թե ինչքան սեր կար այդտեղ ու ինչքան եք պատրաստ շարունակել միմյանց հետ, միմյանց հանդուրժել, միմյանցով ապրել, միմյանց սիրել եւ բարձրացնել։ Ինչպես դուրս գալ ամուսնական առաջին տարվա կրիզիսից, ճգնաժամից։ Ինչպես հաղթահարել։ Նախ հասկանալ, որ երկու կողմերն էլ առաջին անգամ անցնում են այս ամենի միջով եւ երկուսի համար էլ 1 տարի արդեն դուք միասին եք։ Երկուսդ էլ իրար մասին լիքը նոր բաներ եք իմացել, ինչքան էլ որ միջև ամուսնանալը թվում է իրար շատ լավ ճանաչում եք, ամուսնանալուց հետո հասկանում եք, որ ընդհանրապես չեք ճանաչում ու ամեն օր նոր բացահայտում է ձեզ համար ձեր դիմացինը, ինչը կարող է ուղղորդել դեպի ստրեսային իրավիճակների, դուք հասկանաք, որ էլ սերը չկա, այս ուրիշ մարդ է, ինչ պետք է անենք, ոնց պիտի անենք։ Ու կներես, ամենահետաքրքիր պահը, որ միջև ամուսնությունը երևի մարդու ուղեղն է այդպես ստեղծված, դու մտածում ես, որ մեր զույգի հետ տենց բաներ չի լինի։ Մեր զույգը իդեալական է լինելու, միշտ իրար սիրելու է, իրար գրկած մի վերմակի տակ քնելու է, միշտ իրար կպած, իրարից չի բաժանվելու, միշտ ցենց ուտի-պուտի վիճակներ է լինելու, այ ուրիշ զույգերի մոտ ցենց է, բայց մեր մոտ այդպես չի լինի։ Ու միշտ ավելի ստաժով զույգերի հետ երբ որ խոսում ես, ու երբ որ դուք նոր եք ամուսնանում, հասկանում ես, ասենք, չգիտեմ, էլ դուրս չեն գալիս իրար հետ մանգալի կամ 10 օրը մեկ են գնում, միշտ զարման էլ չեն համբուրվում, միշտ զարմանս ասում ես, լավ, բա ոնց էլի, ոնց կարող է, ասենք իրար ամեն օր չփաչեք, իրար հետ ամեն օր չքնեք, չգիտեմ, իրար հետ ամեն օր դուրս չգաք, բայց բոլորը հանդիպում են այս խնդիրներին, կարծում եմ աշխարհում բոլորը։ Լավ է, որ ամուսնացածները արդեն նայեն այս էֆիրը, որ չհիասթափվեն ամուսնությունից։ Այո։ Չասեն, բայց մենք մտածում ենք, որ մեր մոտ այդպես չի լինելու, եթե այդպես է, ես չեմ ուզում ամուսնություն, որովհետև երևի էլի հեքիաթներն են համ ես միջև այդտեղ ներկայացրել իրավիճակը, դրա համար այստեղ մի հատ կարևոր փոքրիկ բան ասեմ, եթե մեզ նայում են չամուսնացածներ, եթե ամուսնացած եք, արդեն ձեր համար կարևոր չի։ Ամուսնանալուց շատ կարևոր է ուղղակի ընտրել այնպիսի մարդ, ում հետ դուք հեշտ կպայմանավորվեք,
ում հետ հեշտ կդառնաք թիմ, ում հետ կկարողանաք մտնել երկխոսությունների մեջ, ովքեր պատրաստ են բանակցությունների, պատրաստ են փոփոխությունների, adekvat են։ Սա չամուսնացած մարդկանց է վերաբերվում, հա, երբ որ դուք վերցնում եք կրիտերիաները լինի հաջողակ, ինձնից շատ աշխատի, այսքան երկիր գնա, ինչ որ sense արտաքին տարօրինակ ֆակտորներ, որոնք այդ տարիքի, այդ փորձի համար լրիվ նորմալ ֆակտորներ են, բայց իրանք չեն աշխատում ամուսնությունից հետո բացարձակ, փոխեք ձեր չափանիշները, հա, փոխեք ավելի աշխատող, ավելի կյանքին պետքական չափանիշներով, ինչպիսիք են, ինչպիսի մարդ է, այս մարդը, ինչ հոգի ունի, ինչ բնավորություն ունի, ինչ հատկանիշներ ունի, հանդուրժող է թե ոչ, խոսող է, պայմանավորվող է թե միայն գոռում է եւ իրենն է առաջ տանում։ Այսպիսի հատկանիշների պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի կառուցողական մոտեցումով, խոսակցություններով դուք կարողանաք այդ ճգնաժամերը գեղեցիկ ձևով հաղթահարել, որովհետև եթե հաղթահարում եք, ապա ամուսնական կյանքը շատ մեծ դրական կողմեր ունի։ Ոնց է, չէ, կոմպյուտերով խաղեր կան։ Կա մի հոգանոց խաղ ու կա երկու հոգանոց խաղ։ Երբ որ դուք երկու հոգանոց եք, դուք թիմ եք, գնում եք, ինչ որ բան եք անցնում ու գալիս է, ասենք, այդ վերջի դևի աշխարհով է, որ պետք է դևին հաղթեք, այդ դևը ստե ճգնաժամն է։ Դուք պետք է երկուսով իրար հետ մտածեք, որ խաղի մեջ եք դուք, օրինակ էլի, այտենց կարող ալտերնատիվա որպես օգնի։ Որ դուք խաղի մեջ եք ու այս խաղը պետք է իրար հետ հաղթեք ամեն գնով։ Ու երկուսով իրար հետ թիմ լինելով, ամենակարևորը այդ թիմն է։ Դուք հասկանաք, որ ցանկացած դժվարություն, որ ձեզ հանդիպել է, ճիշտ է հարցը այն դավաճանությունների բաների մասին չէ, հենց կրիզիսային, ճգնաժամային վիճակներով, որ ձեզ մի պահ կարող է թվա արդեն չեք սիրում, չգիտեմ, դուք իրարից հոգնել եք, սառել եք, թուլացել է ձեր հարաբերությունները, բան, հասկանաք, որ դուք երկուսով եք դրա մեջ ու երկուսով իրար հետ շփվելով կարաք այդ հասկանաք ու իրար օգնեք։ Նույն կարող է ասի մեկը մյուսին ասի, օրինակ ինձ թվում է սառել եմ, մյուսը ասի ինձ էլ է թվում չգիտեմ, կարող է մի ձև հետաքրքրացնենք օրինակ, երկուսով ինչ որ մի հատ բան մտածեն, օրինակ տղան կարող է աղջիկը կամ ուզում է գնա կինոթատրոն, բայց չի ասում տղուն, տղեն էլ, բայց այնց տեղ է իրենց հարաբերությունը ասել, որ չեն խոսում, որ ասեն։ Մեկը ասի, այն մյուսն ասի, այս էլ եմ մտածում իրար հետ գնամ, բայց որ ոչ մեկ չասի, տենց էլ տենց մն։ Օրինակ էլ ես կինոթատրոնը անկապ տենց օրինակ էր հասկացնելու համար միտքս ինչ էի ուզում ասեի։ Համագործակցելով, իրար հետ խոսելով, ցանկացած հարց բարձրացնելով, հնարավոր է ինձ թվում է այդ առաջին ճգնաժամային բաները անցնել։ Վերջիններն էլ։ Բոլոր ճգնաժամերը հաղթահարվում են երկխոսություններով, առաջին հերթին խոսակցությամբ։ Ինչու՞մն է խնդիրը, որ ընդհանրապես մարդիկ շատ դժվար են խոսում։ Գիտես, տարբեր բաներից խոսում են, բայց ոչինչի մասին են խոսում։ Այսինքն շատ մարդիկ ուղղակի կարող է իրար տեսնեն, ուղղակի բարևեն, մի երկու բառ իմանան, ոչ էլ հիշեն, ինչ պատասխանեց մյուսը։ Կոնստրուկտիվ երկխոսություն լինում է շատ քիչ մարդկանց մոտ։ Եվ նույնը զույգին է վերաբերվում։ Իրեն կարող է առօրյա դու խանութից այսար, դու երեխաներին կվերցնես, երեխան կերելա թե չէ, մուլտիկ նայելա թե չէ, պետքա քնի թե չէ, դու այն ինչ որ բանը վերցրեցիր թե չէ, սա կենցաղային մակարդակի վրա ամնա ու մարդիկ չհասկանան ինչ է նշանակում խոսել կողակցի հետ։ Իսկ ինչ է նշանակում խոսել կողակցի հետ։ Ես չի, ես այդպես փայլում եմ ստես բանով։ Իսկ դրա համար է դու այս բանը բարձրացրեցի, որ գոնե ստեղ խոսանք։ Իմ համար պրոստը բարերը նենց անկապ բաներ են։ Այն բահի երբ դու նոր ես հասկանում ինչ եմ ես քեզ բան արել, բերել ոդկասթի։ Բերել հասցրես թե։ Դե ասում եմ, հենց չուզես արդեն կարան իմ հյուրերը փոխվեն։ Հրաշ ջան, ամեն օր ինձ տանջում է։ Չէ, իմ համար ուղղակի բարերը շատ ստից բաներ են, զգացմունքներ արտահայտելու համար ու բառերով ինչ որ բաներ դժգոհմունք արտահայտել կամ սեր արտահայտել, դժգոհություն արտահայտել կամ սեր արտահայտել կամ ցանկացած ինչ որ բան բառերով արտահայտելը իմ համար մի քիչ դժվար է լինում, չնայած նրան, որ ես գրում եմ, դրա համար է երևի իմ համար բառը այդքան թույլ բան դառը արդեն, որտեվ ես այնքան եմ այդ բառերով այնքան բաներ եմ փորձը արտահայտեմ, որ հիմա էլ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ։
Ես էլ եմ համարում, որ խոսալն է շատ կարևոր ֆակտոր, բայց հետազոտությունները, հոգեբանները բայց տղեկը քիչ են հայտնաբերել են, որ դիալոգի միջոցով է միայն լուծվում խնդիրները, այսինքն ամենահիմնաքարը այստեղ հենց երկխոսությունն է, չէ՞։ Դե անպայման չի ուրեմն սпасել տղայի կողմից, տղամարդու կողմից է դիալոգի բացմանը, ուղղակի պետք է ստեղ մի հատ զգուշավորություն, կարևոր մի հատ բան։ Շատ կարևոր է, որպեսզի խոսակցությունը բացողը, դիալոգը բացողը հասկանա թե ինչ տոնայնությամբ, ինչ պահի կարելի է սկսել այդ խոսակցությունը եւ հանկարծ չլինի դա մեղադրողական, ոնց որ մեր նախորդ էպիզոդներից մեկում նշեցինք։ Այսինքն պետք չի սпасել, որ տղամարդը դիալոգ բացի, տղամարդը ինչ որ բանից խոսի, քանի որ բոլորը գիտեն, որ տղամարդիկ ավելի քիչ են խոսում, չնայած որ կանայք սիրում են ականջներով։ Երկու բան ուզեցի միանգամից սենց ասեմ։ Նախ եթե կինը բացում է այդ դիալոգը, բայց միշտ տղամարդը խուսափում է այդ դիալոգից։ Ոնց պետք է բացի կինի հետ դիալոգը, որ տղամարդը չխուսափի։ Դա մեկ։ Ու երկրորդ, դու նշեցիր, որ աղջիկները սիրում են ականջներով։ Չես կարծում, որ սկզբի этаպում նույնիսկ ամենաչխոսացող տղամարդիկ ավելի շատ են խոսել ու միգուցե դրանով խաբել են աղջկան, որ ես այսպիսին եմ, աղջիկն էլ այդ ականջներով սիրել է, ու մեկ էլ տղամարդը սկսում է չխոսել։ Գիտես, ոնց այդ խաբելու չեմ կարծում, որ խաբում է, որտեվ երբ որ դու նոր ես ծանոթանում ինչ-որ մեկի հետ, դուք ունեք 1000 միլիարդավոր խոսելու թեմաներ, ու անպայման չի խաբի տղեն, ասի ես սենսն եմ, հետո ասի չէ, ես вообще գիտես չեմ խոսում, ընդհանրապես խոսացող չեմ։ Ինձ թվում է այդ չխոսալու բանը, ես իմ ընկերները ունեմ, իրենց օրինակներով է, այնպես մարդիկ գնալով սկսել են քիչ խոսալ, դու էլ ես ճանաչում։ Կինը խոսում է, բայց տղամարդը այդքան խոսացող չի։ Բայց չէ որ ճգնաժամի պատճառների մեջ մենք խոսեցինք հենց նրանից, որ դա առաջին ազդակն է, որ կա ճգնաժամ։ Հենց այդ եմ ասում, որ սկզբում իրար մասին ամեն ինչ իմանում եք, ու տենց մի տարվա մեջ որոշում եք, որ էլ չեք խոսում իրար հետ, մի քիչ տարօրինակ է։ Ստեղ նշանակում է հենց այդ ճգնաժամային իրավիճակը սկսվել է, ուղղակի մեկը այդ իր ստրեսերը այնքան է իր մեջ լցնել, այդ ամուսնական ստրեսը, հետամուսնական, հա, այդ տոպրակներն այնքան է վերցրել, որ ծանրացել է, ուզես կանգնած մնացել է։ Վերանի մեջ էլ է դրել տոպրակը։ Իսկ եթե աղքին ուզում է այդ խոսակցությունը բացի, ատոմներով է բռնել, չի կարողանում խոսալ։ Իսկ եթե կինը ուզում է խոսակցություն բացի, հենց չգիտեմ ինչ թեմայով, որ ասում ես երբ ընտրի այդ պահը կամ տղամարդը չի պատասխանում բան, ինձ թվում է կապ ունի թե ինչ թեմա է ունենալու այդ խոսակցությունը ու ինչքան վաղուց ենք ուզում բացի այդ խոսակցությունը ու չի բացել, այսինքն եթե ինչ-որ բաներ կա իր մեջ կուտակված, պետք է ինքը գիտակցի որ տղամարդու մեջ էլ կա այդ նույնը կուտակված ու եթե ինչ-որ մի հատ ծանր խոսակցություն է, որը շատ վաղուց տես նստել է իրենց վրա ու իրենք ոչ մի ձև էլ չեն կարող դրա բացեն, այստեղ կարան գնան ընտանեկան ինչ-որ հոգեբանի, փորձեն տենց քննարկեն այդ հարցերը։ Բայց մի քանի բան կա, օրինակ տղեն երբ որ խմած գալիս է տուն, իր հետ պետք է ընդհանրապես ինչ-որ տենց բիտավոյ բաներից խոսալ, ասել դու ուշացար, դու ես ինչ արիր, ձեր կռիվը ավելի կբլբլթա։ Այո։ Եթե դες թեթև ինչ-որ թեմա է, որ դες ձեռի մեջ ունի խոսալու, չգիտի ոնց խոսակցությունը բացի, դες նա եփա տղեն լավ տրամադրություն ունի, դες գա արագի մեջ ինչ-որ ինքն է լավ տրամով հարցնի, դες ինչ-որ բարի դիալոգ լինի վատ բաների մասին, արագ անցնի։ Ես որպես խորամանկ կին վատ բանով չեմ ասում խորամանկ կինը, կին ով հոգեբանական տեխնիկաները կիրառում որպեսի դու ասա այդ հարցը դու պատասխանի կպատասխանեմ այդ հարցին եւ կտամ արժեքավոր ինֆորմացիա նախ դիալոգը միշտ յուրաքանչյուր մարդու հետ պետք է լինի հարմար պահի ինձ թվում է դրա մասին էիր դու խոսում չխոսել մարդու հետ այն պահին երբ ինքը տրամադրված չէ խոսելուն Բայց շատերը չեն էլ հասկանում տրամադրվածը թե հենց դա այս սխալը շատ են անում նույնիսկ մայրիկները իրենց երեխաների հետ որ երեխան մտավ միանգամից ասում են մենք խոսելու բան ունենք
Երբեք մի ասեք, մենք խոսելու բան ունենք, նույնիսկ եթե դուք խոսելու բան ունենք։ Այդ վերնագիրը ինքը արդեն շատ վատն է, հա։ Արդեն չես ուզում մտնել դրա տակ։ Կամ մենք լուրջ խոսելու բան ունենք, մենք կարևոր քննարկելու բան ունենք։ Սա կարծես արդեն ահազանգ է եւ ահազանգից հետո շատերս ուղղակի խուսափում ենք։ Ու ոչ մի երկխոսության մեջ ցանկալի չէ, խրախուսելի չէ սկսել այդպես։ Երկրորդ, եթե նույնիսկ ունեք շատ կարևոր խոսելու բան, ավելի լավ է ուղղակի հասկանալ, երբ կունենաք հարմար առիթ լինելու մենակ։ Ոչ թե երբ երեխաներ կան ոտքերի արանքում գոռացող, երբ տատիկ, մայրիկ, պապիկ, տատիկ եւ այլ մարդիկ կան սենյակում կամ նույնիսկ կողքի սենյակում, երբ դուք մենակ եք օրինակ, չգիտեմ, առավոտյան սուրճ եք խմում, դուրս եք եկել զբոսնում եք, եթե շատ կարևոր թեմա է, նույնիսկ կարելի է կազմակերպել, հա, այդ միայնակ լինելը, որ կամ հեռախոսով խոսալ։ Եթե իրար հետ են ապրում։ Դե կարող է իրար հետ են ապրում, բայց բնական իրար հետ տենց ինչ որ պատնեշ ունեն խոսալու, կարող են ասեն գրվելով իրար հետ խոսան, բայց բնական իրար հետ չեն կամ խոսական։ Ես տենց զույգ կամ հակառակը, կամ կարող են զանգով խոսան, բայց բնականից չեն կարող։ Ես գիտեմ այդպիսի զույգ, բայց դե իհարկե ինչպես զույգին հարմար է, բայց հիմնականում եթե զույգը չի կարողանում խոսել իրար հետ, խնդիրներ կան էլի, որոնք պետք է հաղթահարել։ Ամեն դեպքում ճիշտ հարմար իրավիճակներ ստեղծել օրվա մեջ, գոնե մի 20 րոպե կարևոր բաներ քննարկելու համար։ Եթե օրվան է վերաբերվում եւ այլն, ճիշտ հարմար առիթի պետք է խոսել ու չսկսել այդպես։ Ու ամենակարևորը, որ դու ասեցիր, մեղադրանքով չսկսել, իմիջիայլոց շատ մարդիկ ուղղակի չեն կարողանում զուրկ են սկսելու դիալոգը առանց մեղադրանքի, նույնիսկ տարական շփման մեջ։ Նայ, ինչ որ մեկը ինձ կարող է ասի, «Էս ինչ ես այսքան նիհարել»։ Այսինքն շատ տարօրինակ մեղադրանք է այլ մարդու կողմից։ Դա կարող ես լսել վարսավիրից, դա կարող ես լսել խանութի աշխատողից։ Մտածեք ինչքան են լսում ես վերջերս։ Հա, ինչ, օրինակ։ Net ինչքան ես նիհարել։ Ինչքան ես նիհարել։ Եթե տղեն լսում ես ինչքան ես նիհարել, դա արդեն կոնկրետ մեղադրանքով ինքը չի կարելի մեղադրել, ընդհանրապես դա հենց կուլտուրայի հարց է, հա, ոչ մի խոսակցություն, երկխոսություն չպետք է սկսվի մեղադրանքով։ Դա սկսվում է նույնիսկ տարական դպրոցից, թող ինձ ներեն բոլոր ուսուցիչները, բայց ինչու ես տետրդ մոռացել։ Գլուխդ մոռանայր կամ այդ հասկանում ես նույնիսկ երեխայի հետ են իրաց նման էլ դարել ենք տենց։ Նույնիսկ երեխաների հետ այդ շփման կարող է իր ընտանիքում, ես այս վերջերս post էի գրել իմեջում ու սա շատ ցավոտ թեմա է, արծարծում եմ այս հարաբերության մասին ոդկասթի մեջտեղում, բայց չէ որ ոդկասթը հենց նրա համար է, որ կարևոր հասարակության համար կարևոր հարցեր բարձրացնենք։ Տես, ուսուցիչները շատ հաճախ չեն մտնում երեխայի կարգավիճակի մեջ, որ այդ երեխայի ընտանիքում հնարավոր է խնդիրներ կան, որ հնարավոր է այդ գիշեր ինքը ուղակի տեսել է ինչպես է հայրիկը մայրիկին ծեծում ու առավոտը օրագիրը մոռացել է բերի։ Հաճախ այդ տարական էմպաթիայի հարց, այդ emotional intelligence, հա, emotional intellect, որ այս գաղափարը այս վերջերս է առաջ մղվել եւ ինքը ինտելեկտից կարեւոր բան է համարվում հիմա, որ դու կարողանաս դիմացինի էմոցիաները հասկանաս։ Շատերը, իհարկե, շատերն էլ շատ լավ ուսուցիչներ են, բայց կան նաեւ որոշ ուսուցիչներ, ովքեր ուղակի տարական էմոցիոնալ կարեկցանք չունեն երեխայի նկատմամբ ու հենց այստեղից այդ երեխանում ասել են ինչու ես օրագիրդ մոռացել, գլուխդ մոռանայր, ինչու ես ուշացել, մի քիչ էլ ուշ գայր դասը կվերջանար, ինչու մի անգամից մեղադրանքով երեխա է, միգուցե իր ընտանիքում այնպիսի դեպք է եղել, որ իրեն պապիկն է բերել, ով որ ոնց հասցրել է, այնպես հասցրել է։ Հազար ու մի դեպք է լինում, մենք երբեք չենք մտնում դիմացի երեխայի ու մնաց թե մեծահասակի կաշվի մեջ։ Ու այստեղ երբ մեծանում են այնպիսի մեծահասակներ, ովքեր իրար տեսնում են ու ասում են էլի մի քանի գործով ես զբաղվում կամ օրինակ մայր ես ու ինչ որ մեկը չի տեղավորվում, որ դու հնարավոր է որ պարապում ես։ Գնում ես սպորտզալ։ Կարող է ասել այդ սպորտի էլ ես, հա, գնում։ Այս մեղադրական բաները կան մեր առօրյա կյանքում մեր կողքին։ Շատ։ Ու դրա համար նաև կողակիցը
ավելի հեշտ եւ իրեն հասկանալի ճանապարհ է համարում իր կողակցին ասել Այդ լվացքը որ փրելես քիչ է հավաքյա խոսքի։ տղամարդը կարող է մտնի տուն ասի «Էսխա սա խաղալիքներս դե թափրտած»։ Մեղադրանքով կնոջը։ 1 րոպե, նա խաղալիքները ես չեմ թափել, երեխաներն են թափել։ Երկրորդ նույնիսկ երեխաներին պետք չի մեղադրել, որ թափած է, որովհետև խաղում էին։ Ուրեմն չառնես խաղալիք, չլինի տանում, որ չթափեն։ Իսկ միգուցե ոչ թե չառնես, որ չլինի, որ չթափեն, այլ խոսած կոնստրուկտիվ ձևով, թե ինչպես կարելի է մաքուր պայել խաղալիքները կամ հասկանաս, որ հիմա խաղում են, հնարավոր է, որ պետք է այդ թափթփվածությունը լինի։ Երեխեքին էլ են մեղադրում, կնոջից բացի։ Այսինքն լուծումը չեն տալիս։ Հիմա երեխեն ոնց է, չէ, իրան պետք է ասես, որ խաղացիր, վերջացրիր, խաղալիքները հավաքում ես, եթե ինքը չի հավաքում, ինչ որ խաղի միջոցով, օրինակ, տուփը դնես, ասես բոլորով շիթ են գցում խաղալիքները տուփի մեջ օրինակ։ Ու երեխեն արդեն որ դառնում է այդ բանը խաղ, ոնց որ ավտոմատ ներգրավվում է, նույնը կարելի է անել ամուսին կին հարաբերությունների դիալոգների մեջ, ինչ որ խաղ չէ, բայց ինչ որ ձև հետաքրքրացնել, որ մյուսն էլ ոնց որ կպնի։ Եթե երեխաների հետ աշխատում այս ձևը, հաստատ մենք բոլորս երեխա ենք, մեծ ենք տեսքով, բայց իրական երեխա ենք ու ինչ որ ձև բոլորս կապված ենք։ Ու հնարավոր է ինձ թվում, ինչ որ ձևով հետաքրքրացնել թեկուզ այդ վատ դիալոգները ու ներգրավել ամուսնուն էլ կնոջն էլ։ Այստեղ կա տարբերակ, ինչպես ճիշտ փոխել, հա, սովորության հարց է, քիչ-քիչ պետք է փոխել ձևակերպումները։ Օրինակ, ինչու ես ինձ վրա քիչ ուշադրություն դարձնում, մեղադրանքը։ Ինչու ենք մենք քիչ գնում հանդիպումների, դեյթերի։ Ինչու ես երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնում։ Թվում է թե հարցեր են, երեխաների հետ քիչ է ժամանակ անցկացնում, այս վերջնականն է, բայց ինչուն էլ թվում է թե հարց է, բայց ինքը միանգամից մեղադրանք կա իր մեջ։ Բայց ինչպես ասել, եթե իսկապես քիչ է ուշադրություն դարձնում, եթե իսկապես քիչ է երեխաների հետ ժամանակ անցկացնում, պետք է ասել, չէ՞, մենք ասում ենք, որ դիալոգը պետք է։ Նախ պետք է լինի հարմար ժամանակ։ Երկրորդը այն է, որ կարելի է փոխել մեղադրական ձևակերպումները այսպիսի ձևակերպումներով։ Օրինակ, ես նկատել եմ, որ մենք ավելի քիչ ենք միասին ժամանակ անցկացնում։ Ընդհանրապես նախադասության ձևն է փոխվում։ Այո։ Ես նկատել եմ, որ մենք քիչ ենք դուրս գալիս իրար հետ։ Ես նկատել եմ, որ երեխաները քո կարիքը ունեն։ Ես մի քանի օր առաջ քեզ ասացի, որ ես լսել եմ, ինչպես է մեր փոքրիկը ասում, որ ուզում է քեզ հետ գնա խաղահրապարակ։ Ընդ որում այդ հենց այդպես էլ եղել էր։ Ինքն էր ինձ ասել, բայց կարելի էր այդ նույն դիալոգը ասել։ Դու Լեոյի հետ ժամանակ չես անցկացնում, փոխարենը ես ասացի, այն ինչ երեխան է զգում, մտածում, ու ասացի, որ գիտես այն օրը Լեոն ասեց, որ ինքը ուզում է քո հետ գնա խաղահրապարակ։ Երևի որ Քրիստո հետ գնացել ես, իր հետ չես գնացել, ինքը ուզում է քեզ հետ գնա։ Այսինքն ձևակերպումը բերում է դիմացինին այն դաշտ, որ ինքը հասկանում է, որ հա իսկապես ես իմ երեխայի հետ այս վերջի անգամ են մեկ հետ գնացի, ես մեկ երեք կարելի է գնալ։ Ոչ թե ինձ մեղադրում են, ես պետք է պաշտպանվեմ։ Դա արդեն ուղեղի իմպուլս է, հա, այդ ինչու ես այսքան նիհարել ամենահեշտ։ Օրինակ ինձ մի քանի անգամ երբ հարցրեցին ինչու ես այսքան նիհարել, ես շատ երկար փորձում եի քաղաքավարի լինեի, պատասխանում էի, որ չեմ նիհարել կամ իրենց աչքին է թվում եւ այլն, միջև մի օր ես հասկացա, որ իրանք չեն հասկանում, որ սահման են հատում։ Սահման, հենց անձնական սահման։ Այո։ Ու ես մի օր ասեցի, իսկ ես չեմ հարցնում, չէ, դուք ինչի եք այսքան չաղացել։ Որովհետև հիմնականում մարդիկ ավելի շատ չաղանում են, քան նիհարում, ու դրանից հետո տվյալ հաստատությունը, որտեղ այդ հարցը ինձ շատ էին տալիս, սկսեցին էլ չտալ, որովհետև գիտես, միջև դու այդ սահմանը չես անցնում, իրենց թվում է ճիշտ է, ճիշտ ձևով են իրանք ձևակերպում իրենց հարցը։ Նույնը ձեր զուգընկերոջն է վերաբերվում, փորձեք փոխել այդ մեղադրական տոնը, փորձել չմեղադրել, միանգամից գալ ինչ-որ լավ կետից եւ այլն։ Մի վախեցեք ցույց տալ ձեր թուլությունը, գիտեք, էլի sense փոքր կարևոր խորամանկ կարելի է ասել խորամանկ, բայց ինքը ուղղակի այդ որ մենք տարբեր մոլորակներից ենք, այդ խոսակցության բառարանն է, հա։ Մարդուն ցույց տալ էմոցիաները։ Գիտես, երբ դու խուսափում ես օրինակ
երկխոսությունից, բարդ երկխոսությունից, դա իսկապես կարող է ինձ ցավեցնել, վիրավորել, որովհետև դա մնում է իմ մեջ ու դա ոչ միտեղ չի կորում ու ես մնում եմ այդ հարցերով, այդ անպատասխան հարցերով եւ այլն ու ես չեմ նշի երբ, բայց մի երկու անգամ այսպիսի դեպք ա եղել, որ երբ ես արդեն շատ եմ ստիպել, որ դու խոսաս, ոնց որ շատ եմ իմ էմոցիաներից խոսել ու մի հատ կետում արդեն դու ես քո հենց էմոցիայից խոսել, այսինքն ասել իմ համար էլ է դժվար, ես էլ եմ մտածում, ես էլ եմ նույնը զգում, ինձ էլ է ցավոտ, այսպիսի հենց խոցելի բառեր երբ օգտագործել ես միանգամից սկսել եմ քեզ հասկանալ, այսինքն հաճախ երբ տղամարդը ուղակի փակվում է, որ թույլ չտա, որ ցույց չտա, որ ինքը թույլ է, ինքն էլ իրավունք ունի թույլ լինելու, ամեն մարդ իրավունք ունի թույլ լինելու, երբ տղամարդը ցույց է տալիս, որ այս կետում ինքն էլ էր թույլ, ինքն էլ է թույլ, գիտես, ինձ էլ է դժվար, ես էլ չգիտեմ ոնց, դրա համար չեմ խոսում, չգիտեմ ինչ պատասխանեմ, ես էլ պետք է մտածեմ պատասխաններ, ես էլ եմ մտածում, չեմ քնում, տանջվում, բայց լուծում չունեմ, դրա համար չեմ խոսում, այսպիսի բառերը տղամարդու կողմից այնքան հարց կարող են լուծել, դու չես կարող պատկերացնել, որ կինը այդ մի հատ փոքր ֆրազայից միանգամից հասկանա, որ ինքը մենակ չի։ Երևի իրան հենց այդ ահա տանջում, որ բաժակա է պետք։ Տղամարդը չի խոսում։ Իսկ կինն էլ այստեղ պետք է ոչ թե մեղադրանքով, կռվով, դու գնա աշխատի, դու գնա էս արա, դու գնա այն արա, այլ ցույց տալով իր վախերը, իր թուլությունները։ Մի պահ եղել է մեր հարաբերություններում, երբ ես ուզել եմ ուժեղ երևամ, ուժեղ թվամ։ Սա էլ է գալիս տրավմաներից։ Հիմիկվա դարաշրջանում սա աղջիկներն են ուզում տենց ուժեղեր, ավելի շատ աշխատեն, ավելի շատ փող ունենան, ավելի իրանք պահեն, իրենց շոյերը առնեն։ Բայց էսի էլի այդ ռոպագանդան է, էլի, որ գալիս ենք էլի այդ ռոպագանդային, որ կանայք է շատ դեպքերում հարաբերության մեջ ուզում են ցույց տան, որ իրանք շատ կայացած են, շատ այսպիսին են, այնպիսին են եւ այլն, ու մենք ինձ խնդիր չկա, որ ես չլուծեմ, ես ամեն ինչ կհասցնեմ, ես սուպեր մայրիկ եմ, ես համ բիզնես կանեմ, համ 10 օր չեմ քնի, համ 7 երեխա ու ձեռքով կպահեմ եւ այլն, ու նայեք ես ոնց եմ այդ ամեն ինչի մեջից դուրս գալի, ես ուժեղ եմ, հա, դու չես աշխատում, ես կաշխատեմ, դու չես լուծում հարցերը, ես կլուծեմ, այս ուժեղ լինելու պատերազմի մեջ նախ կինը միշտ պարտվելու է, որովհետև էլի բնության դեմ չես գնա, կինը շատ ուժեղ է, ներքին ուժ ունի, շատ տարբեր երեխա ունենա, մեծացնի, չքնի, ինքը շատ ուժեղ հատկություններ ունի, բայց հասկանում ես, այդ էմոցիոնալ ֆակտորը պետք չի անտեսել, ու երբ ես մի պահ այդ ուժեղ լինելու, Գուլիվեր լինելու էտապից հետո եկա ավելի անկեղծ դիալոգի, երբ քեզ ասեցի, գիտես, ես վախենում եմ։ Այս ամեն ինչը երևի նրա պատճառով է, որ ես ուղղակի վախենում եմ, որ կարողա մենք այդպես էլ չկայանանք։ Ես վախենում եմ, որ կարողա ես այդպես էլ մնամ մայրիկ, տանը, տնային տնտեսուհի ու ես ինչ-որ վախեր ունեմ դրա հետ կապված, որ ես չլինեմ կայացած տենց կին, այլ լինեմ ուղղակի մամա։ Ես վախենում եմ, որ մի օր, չգիտեմ, դու չլինես, ինչպես եմ ես պահելու իմ երեխաներին։ Ես վախենում եմ, որ կարողա դու չկարողանաս մեզ ֆինանսապես այնքան ապահովել, որ պետք չլինի ես աշխատեմ։ Ես վախենում եմ, որ մեր երկրում ապահով չի, դրա համար եմ ուզում փախնել։ Ես վախենում եմ, ես թույլ եմ այստեղ։ Երբ դուք արդեն այդ խոսակցության մեջ ձեր ներքինն եք տալիս, ոչ թե մեղադրանքը եւ արտաքին այդ ամեն ինչը։ Տղամարդն էլ է մարդ, նախ ինքն էլ է սկսում բացվել իր ներքին վախերից, իր զգացողություններից, իր զգացմունքներից։ Երկրորդը ավելի գիտակից մոտեցում է սկսվում ամեն ինչին։ Ես շատ բաներ հենց ընդունելով քո վախերը, այդ կետում ես սկսում դու գիտակցել, որ հա, փաստորեն իմ վախերից ելնելով է, որ ես ուզում եմ անպայման գնամ աշխատեմ, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք, չգիտեմ, չկարողանանք ապրել այնպես, ինչպես ես էի պատկերացնում։ Մեկ րոպե,
Էս ինչ ծրագիր է։ Ու դու հասկանում ես, որ այս ծրագիրը եկել է, որովհետև 90-ականներին, 1990-ականներին բոլորը սոված էին, բոլորը չունեին լույս, բոլորը չունեին ուտելիք, բոլորը մրսում էին եւ այլն, եւ կան տարական վախեր, որոնք մեր սերնդի բոլորի ենթագիտակցության մեջ են։ Մենք պատերազմներ, այդ վախերից 80%-ը էլ չի սպառնում, բայց լիքը մարդիկ դեռ վախենում են։ Որովհետև մենք պատերազմներ, ցեղասպանություններ տեսած ազգ ենք եւ մենք ի սկզբանե ունենք վախեր բոլորս մեր մեջ։ Մենք բոլորս ինչ որտեղ վախեցած մարդիկ ենք ու դիալոգը պետքա լինի հենց մեր վախերի, մեր էմոցիաների մասին, նրա մասին, թե ինչ էմոցիոնալ բաներ ենք մենք ուզում ստանալ մեր դիմացինից, ոչ թե արտաքին, որովհետև շատ են այդ օրինակները, որ արտաքին բոլոր ձեռքբերումները մարդիկ ունենում են եւ հասկանում են, որ իրանք միևնույնն է հոգում այդ խոցելի փոքրիկ տղամարդը կամ կինն են։ Եվ այդ փոքրությունը իրենք փակելու համար շատ մեծ ձեռքբերումների հետևից են վազել։ Այո։ Պետք է գիտակցել, որ ճգնաժամը վերջ չի ու հակառակը նույնիսկ ինչ որ նոր ավելի մեծ բանի սկիզբը այդ ճգնաժամը հաղթահարելով դրվում։ Ու նույն կլինի ֆինանսական ճգնաժամ, կլինի երեխաներից առանձնանալու ճգնաժամ, ծերության ճգնաժամ, ինձ թվում է սրանց բոլորին պետք է վերաբերվել որպես նոր checkpoint։ Հենց գնում ես, ինչ որ ճանապարհում եք, checkpoint ես անցնում, ու հետո որ պարտվում ես, այդից ես նոր շարունակում սկսես։ Լիքը դեպքերում որպես խաղ է պետք վերաբերել, որովհետև իրականում խաղել կա, այս ամուսնությունը նես չի տենց պես բանա։ Դինն ես ազատ ավելի թեթև ոնց կլինի։ Կյանքին է ընդհանուր պետք թեթև վերաբերել, դե լիքը մարդ կյանքին թեթև վերաբերվելով չել մտնում հարաբերության մեջ։ Դե դրա համար Բայց եթե արդեն մտել ես ոնց որ ստեղ, սրանն էլ է պետք թեթև նայել, շատ ծանր չտանել։ Իսկ մենակ կյանքում չեն լինում ճգնաժամեր։ Նայած մարդուց, գիտես, մարդկա իրան ավելի հեշտ կլինի մենակ ինքը հաղթահարի, մարդկա իրան ընդհանրապես պետք չի ամուսնական հարաբերությունների մեջ մտնի, մենակ էլ մի բան չի, ամուսնացած է մի բան չի, ամուսնացած էլ է լավ, մենակ էլ է լավ, երկու տարբերակներն է, ես չեմ կարող պարտադրեմ, բայց եթե ճգնաժամերով նայենք, այո, ինձ թվում է երկուսն է ունենում են ճգնաժամեր, երկուսն է ունեն լուծումներ, երկուսն է ունեն խորացնելու տեղեր։ Հենց որ ավելի թեթև նայեք, մի հատ subscribe սխմեք, մեր մյուս աջակցին VT Studio-ին կրկին շնորհակալություն։ Եթե դուք կուզեք ամուսնական գովազդ գրեք, մենք կլինենք ձեր քավորն ու քավորկինը։ Չէ, չենք լինի։ Մենք իդեպ ոչ մեկի քավորքին չենք։ Չենք ուզի տենց անկապ ինչ-որ մեկի լինենք։ Իսկ մի անգամից անկապ դու այդպիսի կարծիք ունես մեր հետևորդների մասին։ Ոչ մտերիմ ինչ-որ։ Եկեք դե ֆան հանդիպում անենք, մոտենանք։ Մի անգամից կամուսնանանք։ Ինչ կասես այն մարդկանց, ովքեր քո կնոջը վատ կոմենտներ են գրում, եղբայր։ Ես այդ մարդկանց չեմ ասի, ես իմ կնոջը կասեմ, կյանքս вообще չդնես, չկարդաս, մի մտածի, տարբեր տեսակի մարդիկ կան մեր ժողովրդի մեջ, կան լավ կոմենտ գրողներ, վատ կոմենտ գրողներ, կասեմ մի բան, եթե դու որոշել ես այդ ամեն ինչը հանրայնացնես, դու պետք է պատրաստ լինես ցանկացած կոմենտի։ Եթե պատրաստ չես ցանկացած կոմենտի, ավելի լավ մի քիչ ինտերնետ, որովհետև 1000 մարդ, 1000 կարծիք, շատ մարդիկ սիրում են վատ կոմենտներ գրել, շատ մարդիկ չեն նայում բովանդակությունը, ուղղակի վատն են գրում, լավ մարդիկ էլ լավ բաներ են գրում, դա support են անում, կարող է վատն են մտածում, լավն են գրում, կարող է լավն են մտածում, տենց է չեն գրում։ Իսկ ինչ ես կարծում։ Ինչու է մեր ամուսնությունը դեռ որ համարվում հաջողակ եւ ձգում։ Դե կրիզիսների հետ կապված առաջինը առաջի տարում է, երկրորդը 3-ից 5 տարում, երրորդը 7-րդ տարում։ Մենք հիմա 7-րդ տարում ենք, հա։ Ինձ թվում է մենք իրար ոստը լավ ենք երևի հասկանում ու ճանաչում։ Դրանից էլ է որ մենք հեշտ ենք անցնում։ Հենց դեռ ես մեծ բրիլիանտ պատասխան հղացավ եւ ծնվեց։ Այո։ Մենք երկուսս էլ
դժվար ընտանիքներում ենք ապրել։ Դու ընդհանրապես չես ունեցել լիարժեք ընտանիք քո 1 թե 3 տարեկանից սկսած։ 5 Բացում ես 3։ Չես էլ հիշում, պատկերացնում ես ինչ ահավոր է։ Իսկ ես ունեցել եմ բազմաթիվ խնդիրներ իմ ընտանիքում, որ ավելի, չգիտեմ, մինչև հիմա չեմ հասկանում, ավելի լավ է լիարժեք չլիներ, բաժանված լինեին, ես իմանայի, որ չկա ընտանիք, թե լիներ ընտանիք եւ լիներ այնպես, ինչպես կար։ Ու միևնույնն է, իմ ընտանիքներն ինչ-որ կետից բաժանվեցին ու արդեն միասին չեն։ Երևի վատ այդ ընտանիք չունեն, նորմալ ընտանիք, բարեկեցիկ, երջանիկ ընտանիք չունենալու ցավը այնքան մեծ էր, որ մենք մտել ենք հարաբերությունների մեջ ի սկզբանե որոշումով, որ այն չի քանդվելու։ Եթե չլինի հարաբերությունների արհավիրքները։ Հարաբերությունների արհավիրքը իմ համար դավաճանությունն է։ Ես քեզ ամենասկզբից տեղյակ եմ պահել, որ միայն դավաճանության դեպքում մենք բաժանվելու ենք։ Դե Ինչ դավաճանել ես։ չէ։ Ճիշտ եմ քեր։ Չէ, չեմ դավաճանել, բայց չգիտեմ կդավաճանեմ թե չէ։ Հա։ Դե հետո չգիտենք ինչ կլինի։ Հա, չէ, իմ համար էլ է դավաճանությունն է միակ այտենց գիծը, որ անցնելուց հետո կարելի է բաժանվել, մնացած ամեն ինչ կարելի է խոսալ, ներել, հասկանալ։ Այսինքն չէ, որ մենք մտել ենք համել հարաբերությունների մեջ լիովին գիտակցելով այդ պատասխանատվությունը։ Ինչի, որովհետև մենք տեսել ենք մեր ծնողներին, ովքեր չեն գիտակցել այդ պատասխանատվությունը։ Փոքր են եղել ամուսնացել են, անգիտակից են եղել ամուսնացել են, չգիտեմ, սենց տարբեր չմեղադրելու պատճառներ կա։ Մենք էլ հենց անգիտակից ենք եղել։ Ոչ մի ամուսնացող մարդ էլ տենց գիտակցված չի։ Իհարկե։ Ու ով դրա մեջով անցնում է, բոլորն է հերոսներ են։ Իսկ ով չանցնում, իրանց էլ մեղադրելու չի։ Եղել է, չէ, իմ հարցը է դա։ Եղել է, չէ, որոշում ամուսնության սկզբում, որ մենք ավելի շուտ հակված ենք ամեն գնով պահել մեր հարաբերությունները, քան ամեն հարմար առիթին բաժանվել։ Այո, եղել է։ Ու երևի այդ որոշումն է միջև հիմա մեզ պահում, չէ՞ միասին։ Չեմ կարծում, որ այդ որոշումն է պահում, որ այդ որոշումը որ տես պահող լիներ, կասեիր այդ որոշումն է պահում, եթե մենք ամեն օր կռվեինք։ Ամեն օր կռվեիր, դու ասել մենք իրար ասես բան ենք խոստվել, դրա համար այդ որոշումն է մեզ պահում։ Вообще այդ որոշումը չի պահում։ Ինձ թվում է մեզ մեր պրոստը ունեցած փորձն է պահում, ու այդ փորձը չկրկնելու ցանկությունն է պահում։ Այդ օրինակը չշարունակելու, նոր օրինակ լինելու մեր երեխեքի համար։ Այդ, այսինքն հիմք կարելի է համարել, որ ինքը հիմք է, գիտես ինչի եմ սա ասում, որովհետև ինչքան էլ մենք պայմանավորվում ենք, ինչքան էլ մենք լավ ենք իրար հետ, մենք ունենք այդ ժամանակները։ Հիմա այստեղ ես ուզում եմ նշեմ, բացի այդ իրար հետ տեսնելուց, հանդիպելուց, ճգնաժամերը հաղթահարելուց, շատ կարևոր է, ուղղակի անսպառ կարևոր է, այսենց մեջտեղները կդնենք, անսպառ կարևոր է, որ դուք այդ հարաբերությունների մեջ չմոռանաք, որ դուք սիրեկաններ եք, այն առումով, որ կան երեխաներ, կա ինչ-որ կենցաղային կյանք, կա տան մեջ, չգիտեմ, չարված առևտուր, կեղտոտ շորեր եւ այլն, ուղակի գտնել այդ ժամանակը, գնալ հանդիպումների ոնց գնացել եք առաջ ու փորձել ամեն հանդիպմանը նորից նորովի զարմացնել իրար։ Նորից նորովի զարմացնել իրարը ներառում է նա, որ դուք հանդիպում գնալուց առաջ, չգիտեմ, կանայք, որ հանդիպում գնալուց առաջ կանայք գեղեցկանան, սիրունանան, զարդարվեն այնպես, ինչպես առաջին հանդիպման էին գնում։ Այ երբ որ կինը զարդարվում, սիրունանում, հագնվում է այնպես, ինչպես առաջին հանդիպմանն էր գնում, տղամարդն էլ արդեն չի կարողանում պահել իրեն այնպես, ինչպես առաջին հանդիպմանն էր պահում, բայց նույնը վերաբերվում է նաև տղաներին, տղամարդկանց, որ իրենք էլ շարունակեն նույն ձև զարմացնել, ինչ էի անում ամենասկզբում, որ այդ աղջիկը այդքան սիրահարվեց ինձ։ Ու նորից իմ ու քո մասին օրինակը բերեմ։ Հիշում ես այս վերջերս քեզ ասել եմ, որ ինձ հետաքրքիր էտապ է
միգուցե այդ 7 տարվա էտապն է, որ ոնց որ իսկապես նորից քեզ սկսեմ ճանաչել։ Երբ մենք գնում ենք հանդիպման, ես քեզ իսկապես նորից եմ սկսում ճանաչել, որովհետև դու այնքան ես փոխվել, ես այնքան եմ փոխվել։ Եթե մենք հիշենք իրար միայն մեր այն առաջի հանդիպումներով, այն առաջի սվիդանյաներով, ռոմանտիկայով, ես արդեն մոռացել եմ։ Ես չեմ կարող այդ առաջի ռոմանտիկայի հիման վրա այսօր քեզ սիրեմ 7 տարի առաջ ունեցած ռոմանտիկայի հիման վրա ես մոռացել եմ այդ ռոմանտիկան։ Այդ փոխվելու մեջ էլ պիտի։ Բայց եթե մենք այսօր դուրս ենք գալի, եթե մենք այսօր դուրս ենք գալիս իրար հետ, գնում ենք դեյթի, այդ դեյթին ես գալիս եմ գեղեցկացած, լավ տրամադրությամբ, մոռանալով տունը, այդ կենցաղային կյանքը եւ այլն, դու ես գալիս նույն ձևով, ես հայտնաբերեցի իմ ծնունդիներ կարծեմ, որ գնացել էինք մեկ օրով երեխաներին թողել էինք, գնացել էինք ամեն ձևով դա էլա պետք կազմակերպել, որ թողեք երեխաներին ու գնաք։ Առանձին ձեր կյանքը չմոռանաք։ Հա։ Գնաք կինո, չգիտեմ, իրար հետ գնաք հյուրանոց, գնաք գիշերակացով ինչ որ քաղաք, ուրիշ երկիր, եթե կա հնարավորություն։ Առանձնանաք։ Ու այդ մեր դեյթի ժամանակ, վերջին դեյթի ժամանակ, վերջին չէ՞ էլի, այս տարվա մեջ եղած դեյթի ժամանակ մի քանի ժամ հետո արդեն կեսօր անցել է իրար հետ ժամանակ ենք անցկացնում, երևի նոր ծնողի դերը մեր վրայից դուրս ընկավ, որ ես լրիվ մոռացա, որ ես ծնող եմ։ Շատ դժվար է մոռանալը, որ դուք ծնող եք։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ անդադ կարող է երեխեքի մասին մտածել։ Բացեք վիդեոները նայեք։ Մոռանաք, որ դուք երեխեք ունեք, ամուսնացած եք, հիշեք ձեր դուք որ ընկերուհի եք, դա ամենակարևոր պայմանն է։